Լեռնագնացությունը պարզապես սպորտ չէ, դա կյանքի փիլիսոփայություն է։ Մենք բարձրանում ենք գագաթներ, բայց իրականում բարդացնում ենք մեր գիտակցությունը։ Իմ վերջին արշավը գեղարքունիքում էր, կարկտասարը և խայտասարը։ Սրանք ոչ թե սովորական գագաթներ են, այլ տեղեր, որտեղ բնությունը հիշեցնում է մեզ մեր տեղը աշխարհում։ Մենք մեկնել էինք փոքր խմբով, եղանակը կատարյալ էր, արևոտ, բայց սառը քամիով։ Ճանապարհը սկսվեց քարքարոտ արահետներով, քարքարոտ, բայց տեսարանը անմոռանալի։ Գյուղից սկսած տեղացիները պատմեցին լեգենդներ այլ գագաթների մասին։ Օրինակ կարկտասարը, որը Արեգոնու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է, ասում է, որ պահպանում է վիշապների գաղտնիքները, այսինքն քարե արձանները, որոնք ջրի պահապաններն են եղել նախապատմական ժամանակներում։ Տեղացիները պատմում են, որ այդ վիշապները պաշտպանում են ջրի աղբյուրները և գագաթի մոտակայքում կարող են գտնել հին քարակոթողներ, որոնք պատմում են osodության, պարերի և առօրյա կյանքի։ Իսկ խայտասարը ավելի խորհրդավոր է նման գագաթների, որտեղ աստվածային հրեշտակները իջնում են մառախուղում ջուրը խմելու։ Տեղացիները ասում են, որ խայտասարում մառախուղը նշան է, որ հին ոգիները այցելում են, սա ավելացնում է արշավի միստիկան, քանի որ բարձրանալիս զգում են, որ ոչ միայն ֆիզիկապես ես մարտահրավերել, այլ կապվում ես հին ավանդույթների հետ։ Այս լեգենդները հիշեցնում են, որ լեռները ոչ միայն քար են, այլև կենդանի պատմություն։